Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Քրդստան պետության ստեղծումը ինչքանով կազդի հայկական հարցի լուծման գործընթացի վրա։ Modus Vivendi կենտրոնի նախագահ Արա Պապյանը ցավով նկատում է, որ մինչև այսօր մենք մեր պահանջները հստակ չենք ձևավորել։ Եթե օրինակ մեր խնդիրն է բան անել, ասենք անմոռուկներ կպցնել եւ ման գալ, կպցնենք ման են գալիս, այդ հիշում ենք, այդ խնդիր չկա։ Հիմա որ ասում ենք պահանջում ենք, այս երկրորդ պահը կա, որտեղ հստակ իսկ ինչ ենք պահանջում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Ռուսաստանի կառավարությունը առաջիկա 5 տարում $5 միլիոն կտրամադրի Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնման եւ եկամուտ ստեղծող ծրագրեր իրականացնելու համար։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է. «Հույս ունեմ, որ դրական փորձառությունը հնարավոր կլինի փոխանցել երկրի մյուս համայնքներին»։ Ցանկացած ոք կարող է դիմել նոր սերունդ հասարակական կազմակերպության մարդու իրավունքները հանուն բազմազանության եւ հավասարության ծրագրին, եթե իր իրավունքները ոտնահարվել են։ Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Նոր սերունդ հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հայտնել է. Պայքարի միջոցը միանշանակ բարձրաձայնելն է իմ նախնդրի մասին։ Երևան ջուրը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի խորանատ մետրի սակագինը 2.4 դրամով բարձրացնելու համար։ Երևան ջուր ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը ասում է, որ սակագնի բարձրացումն ըստեյության իրենց ոչինչ չի տալիս եւ վարձակալության պայմանագրով է այդ ամենը կարգավորվում։ Դա այնքան փոքր գումար է, որ մենք այստեղ ընդհանրապես ավելի շատ սա պարտավորություն է, որ մենք պետք է կատարենք։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Արթուր Գևորգյանը լիովին կողմ է, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք եվրոպական առաջին մարզական խաղերին։ Մենք անցած տարիներին մասնակցել ենք եւ շատ լավ ենք մասնակցել։ Մեր միակ օլիմպիական ուղեգիրը ձեռք ենք բերել Բաքվում, Անդրանիկ Հակոբյանը։ Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր Facebook-յան էջում գրել է. «Մամուլը լեցուն է իմ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին տեղեկատվությամբ ճակերտներում, ուր իբր թե քննարկվում էր իմ կենտրոնական բանկի նախագահ նշանակվելու հարցը։ Հետաքրքիրն այն է, որ իմ այդ հանդիպման ճակերտներում մասին առաջին անգամ եմ լսում, իսկ կենտրոնական բանկին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել սահմանադրությամբ եւ օրենքով իր վրա դրված պարտականությունները»։ Նկարիչ Սամվել Սևադային Հայաստանի գերբը հիշեցնում է Մալբորոյի կամ Ֆիլիպ Մորիսի նշան։ Կարծում եմ, որ սովետական Հայաստանի զինանշանը շատ լավն էր, կարելի է այն որոշակի փոփոխությամբ կիրառել։ Արծվի եւ առյուծի փոխարեն կարելի է մեր հավերժության նշանը դնել կամ խաչ, քանի որ մենք քրիստոնյա ենք, ավելորդ բաներ պետք չեն, ասել է Սամվել Սևադան։ Թուրքական Zaman թերթը անդրադառնալով հայոց ցեղասպանությանը նշում է. ապրիլի 24-ն արդեն երևում է հորիզոնում եւ փախուստի տեղ էլ չի մնացել։ Այդ օրը աշխարհի 4 կողմերում մարդիկ հայոց ցեղասպանությունն են հիշատակելու։ Թուրքական կառավարությունն ուշադրությունը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից այլ կողմ շեղելու նպատակով Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն անամոթաբար նույն օրը նշելու քայլ է ձեռնարկել։ Այդ ջանքերը սակայն արդյունավետ չեն լինելու եւ Թուրքիան զուր վարկաբեկվելու է, գրում է Զամանը։ Օրվա լրահոսը։ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները կսկսվեն, երբ որ Եվրամիությունը համապատասխան մանդատ կտա իր թիմին։ Այդ նախադրյալները կան, որ շուտով այդպիսի մանդատ կտրվի։ Դեռ 2 տարի առաջ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ էին որոշել շարունակել համագործակցություն այն ոլորտներում, որոնք չեն խանգարի Հայաստանին լինել ուրիշ ինտեգրացիոն գործընթացներում։ Դա վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի մասին է խոսքը գնում, ռեադմիսիայի պայմանագրի, որոնք ուժի մեջ են մտել 14 թվականի հունվարից։ Բանակցությունների հաջորդ փուլը վերաբերվելու է վիզային ռեժիմի ազատականացմանը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի կարծիքով այս տարին վճռորոշ է լինելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Այդ հարաբերությունները ամրագրված են փոխադարձ պայմանավորվածություններով եւ ջանքերով, խորացնելու դրանք որքանով որ դա հնարավոր է։ Յոհաննես Հանն ակնարկում է Հայաստանի խորը ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության մեջ, սակայն նա հույս ունի, որ Եվրամիությունը եւ Հայաստանը կկարողանան կնքել նոր համաձայնագիր, այն կնքելու մանդատը Եվրամիության 28 երկրներից ստանալուց հետո։ Համաձայնագիրը կլինի հավակնոտ եւ միաժամանակ կհարգի Հայաստանի պայմանավորվածությունները այլ ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ Եվրամիության հանձնակատարն ինչպես է պատկերացնում Եվրասիական տնտեսական միությանն անդամագրված Հայաստանի ինտեգրացումը Եվրամիության ծրագրերին, հանուն ասած, որ հենց դա հասկանալու համար էլ բանակցում են։ Ի դեպ կողմերն անդրադարձան նաև Արցախի խնդրին։ Հանձնակատարը նշեց, որ Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբի ջանքերը, քանի որ ստատուս քվոն Եվրամիության համար անընդունելի է։ Մեր նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի մասին Թուրքիայի արտգործնախարարի այն մտքին, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը, քանի որ խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ։ Դասեր, խորհուրդներ տալուց առաջ եւ այդպիսի հավակնություն մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես կարիքը դրանց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա ինչքան հնարավոր է այդ գործընթացից։ Կրկին գնաճ հունվար-փետրվար ամիսներին ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այն կազմել է 4.8%, քաղաքացիների կարծիքով կյանքը շատ ավելի է թանկացել։ Ամեն ինչի գինն էլ թանկացել է, աշխատավարձներն մնացել է նույնը։ Բրինձ առաջ 1100 էր, հիմա 1350 դարձավ։ Անցած տարվա համեմատ իհարկե ահավոր աճել է ամեն ինչն։ Դե եթե մտածում են մի երկու ամիս առաջ պետքա թոշակները բարձրանան, դրանից առաջ արդեն թանկացում է գնում։ Լավաշներ այսօր թանկացել 20 դրամով։ Հիմնականում թանկացել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, միսը, կատնամթերքը, ձուն, կենդանական ու բուսական յուղերը, միրգը, բանջարեղենն ու հացը։ Մեր քաղաքացիները նշում են, որ ստիպված են ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին ու ընտրել ավելի մատչելին։ Ինձ ինչ պետք է ես վերցրել եմ գները իրոք մաչելի եղել, իսկ որ թանկացել է, ուշադրություն չեմ դարձրել։ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո խանութներում հայտնվել են ռուսական ապրանքներ, որոնք եվրոպական արտադրանքից համեմատաբար էժան են, սակայն մեր համաքաղաքացիները հատկապես ռուսական կատնամթերքը չեն շտապում գնել։ 2 ամիս ժամկետ ունի, արդեն բանանում, որ ուրեմն մեջը ինչ-որ մի բան խառնել են, որ այդքան կատնամթերքը երկար է դիմանում։ Վրաներն է մնացել, Հայաստանում լցրել է։ Տարվա առաջին 2 ամիսներին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ թանկացել են նաև ոչ պարենային ապրանքների գները 2.4%-ով, ոսկին 3%-ով, կահույքը 3.2%-ով, կենցաղային էլեկտրաապրանքները 5.1%-ով։ Սպառման եւ պարենային առանձին ապրանքների մասով այս տարվա ցուցանիշները գերազանցել են նաև կենտրոնական բանկի կանխատեսումները։ Սպառման ապրանքների երկամսյա գնաճը 2014 թվականին նույն ժամկետի համեմատ կազմել է 5.3%, իսկ պարենային ապրանքներինը 6.2%։ Հիշեցնենք, որ կենտրոնական բանկը գնաճ կանխատեսել էր 4+-1.5%-ի սահմանում։ Բաքվում հիմնականում ճանաչում են Սարգսյանին ու Քոչարյանին, իսկ Ահած Առուկյանի մասին 1%-ն է հազիվ լսել։ Հայաստանի քաղաքական զարգացումներին անգամ հետևող ադրբեջանցիները խոստովանում են, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաների անուններն ուղղակի չգիտեն։ Вот я, допустим, себя считаю более-менее информированным человеком, но я не знаю, кто такой сейчас председатель парламента в Армении. Կարմիր կամուրջ հաղորդաշարի հայ մասնակիցն էլ ընդգծում է, որ այնպես չէ, որ Հայաստանում էլ առանձնապես ճանաչում են ադրբեջանցի պաշտոնյաներին, բացառությամբ Ալիևի։ Ալիև воспринимается как враг в основном. Հայկական եւ ադրբեջանական հեռուստաալիքները նմանություն ունեն։ Նրանք փորձում են հնարավորինս բացասական ներկայացնել հակառակորդին։ Говорят, что вот в Армении экономическое положение ужасное, что народ голодает. Խաղաղության եւ պատերազմի ինստիտուտի ադրբեջանական գրասենյակի ղեկավար Շային Ռզաևին չեն զարմացնում նման լուսաբանումները։ Писать во время войны о враге что-то не то, что даже положительное, даже нейтральное, неуместно. Когда ты никогда в жизни не видел живого азербайджанца, у тебя формируется что-то на уровне там научно-фантастического фильма. Պատերազմական իրավիճակը չի խանգարում, որ հայ եւ ադրբեջանցի հասարակությունները ժամանակ առ ժամանակ տեղեկանան մեկ-մեկում մարզական եւ երաժշտական հաջողությունների մասին։ Играет Боруссия Дортмунд, когда Мхитарян забивает гол, они говорят, гол забил 10-й номер. Ну да, армянские певцы довольно популярные были в Баку после Евровидения. Девушка была одна, она келе-келе пела. И эту песню, да, молодежь даже ставила на свои мобильные телефоны, несмотря на то, что она армянка. Իսկ կարող է որոշիչ լինել հասարակության ձայնը հակամարտության կարգավորման գործում։ Войну начинают политики, войну заканчивают политики. Но вот этот ресурс, который есть в обществе, потом может пригодиться. И по ходу может пригодиться, если они захотят, но они пока не хотят.
Թբիլիսիի հայերը իրենց հումորով անվանում են Ջորջո Արմյանի հայտնի բրենդի մոտիվներով։ Տեղաբնակ հայերը անգամ կատակում են, որ հայերենով իրար գաղտնի որևէ բան չեն կարողանում ասել, այլ ազգի հարևանների մեծ մասը շատ լավ հասկանում է հայերեն։ Կան Ադրբեջանից, որ հայերից լավ հայերեն է խոսում։ Արթուր Սուվարյանը ծնվել եւ ապրում է Թբիլիսիում, բայց նաեւ երկհաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության ազնագիր։ Երևան չի ցանկանում տեղափոխվել, թեև քույրը ամուսնացել, եկել է այստեղ ապրելու։ Այստեղ լավ է, այստեղ որ ծնվել ես, ոնց որ քո հայրենիքը։ Наши шутки, они не понимают, мы тоже их шутки не понимаем, вы только не обижайтесь։ Նա ապրում է Կրասիլնայե 13 հասցեում, որտեղ գտնում է Սուրբ Գևորգ եկեղեցին, որն այժմ վերանորոգվում է։ Զուգահեռ փողոցը թուրքականն է, որտեղ գործում են դեռ միջնադարում կառուցված հանքային հայտնի բաղնիքները։ Արթուր Սուվարյանի խոսքերով իրենք հաշտ համերաշխ ապրում են բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ։ Թբիլիսիում չկա ազգամիչյան անհաշտություն։ Առանձնահատուկ է, որ Թբիլիսիում գործող եկեղեցիներում պատարագին Սուրբ Գիրքը ընթերցում են ոչ թե հոգևոր այրերը, այլ հասարակ քաղաքացիներ։ Իսկ Թբիլիսիի բնակելի շենքերի պատշգամբներից արգելված է լվացք կախել։ Муниципальные власти города пытались запрещать, особенно в туристических центральных местах. И вышел запрет на вывешивание белья в центре города. Но, конечно же, никакая хозяйка этому не подчиняется. Հատկանշական է, որ Թբիլիսիում եթե վատանա որևէ օտարերկրացու ինքնազգացողությունը, ապա դեղատները նրան չեն սպասարկի, պահանջելով բժշկի դեղատոմսը։ Հայ զբոսաշրջիկի համար անհարմարություն կպատճառեն Թբիլիսիում գործող ռուսական բանկերի մասնաճյուղերը, որոնք կամ չեն փոխանակի հայկական դրամը լարիով, կամ կրկնակի էժան կգնեն այն։ Փոխարենը վրացական բանկերը առանց խտրականության ոչ միայն փոխանակում, այլև բավականին բարձր արժեքով են գնում դրամը, իսկ բանկոմատներից մեկը ծառայությունները ներկայացնում էր անգամ հայերենով։ Այսօր Երևանում ավարտվել է Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Եվրանեստը, որում ներկայացված են Եվրախորհրդարանի, ինչպես նաև Արևելյան գործընկերության 6 հետխորհրդային երկրների խորհրդարանի падգամավորները, կազմում է այդ գործընկերության պարլամենտական մասը, որոնք են անցած միջոցառման կարևոր արդյունքները Հայաստանի համար։ Օրվա գլխավոր թեման։ Երևանում անցկացված Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում հայաստանցի եւ ուկրաինացի պատվիրակները միասնական կարծիք չորդեգրեցին եւ տարբեր կերպ քվեարկեցին երկու երկրներին վերաբերող բանաձևերին։ Երեք ընդունված Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին հայկական կողմը հիմնականում դեմ է քվեարկել։ Կողմ քվեարկողներից է եղել Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը։ Կան նաեւ ինչ-որ չափով ձևակերպումներ, որոնք միգուցե այդպես ասած ամբողջովին իր իմաստով ընդունելի չեն։ Արդյոք մենք չենք վնասի այս տեսակի փաստաթղթով ձեր բանակցային գործընթացին։ Իրենք վստահություն են հայտնել, որ այս տեսակի բանաձևը չի խանգարելու իրենց բանակցային գործընթացին։ Մինչդեռ հայկական պատվիրակության նախագահ Արտակ Զաքարյանը իր ելույթում նշել էր, որ դեմ է քվեարկել բանաձևին, քանի որ այն իրականում չի արտահայտում այսօրվա իրավիճակը։ Եվ բացի այդ, հարցի շուտապույտ լուծումը մեզ համար առաջնային է, քանի որ Ուկրաինայում բնակվում է ավելի քան կես միլիոն հայ։ Ի պատասխան ուկրաինացիները որոշեցին հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին դեմ քվեարկել, թեև կրկին ոչ միաձայն։ Այստեղ ավելի շատ նմանվել էր ոնց որ թե շուկայական հարաբերություններին, դե որ ձեր մոտ տարբեր կարծիքներ են, ապա մենք էլ տարբեր կարծիքներ կցուցաբերենք։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 2 օր առաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ժողովին Ուկրաինան միաձայն կողմ քվեարկեց հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևին, որը մի քանի անգամ ավելի սուր էր։ Ուկրաինացի պատվիրակ կառույցի համանախագահը բացատրում է իրենց դիրքորոշումը։ ՄԱԿ-ում երբ քվեարկություն եղավ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ, դժբախտաբար Հայաստանը 100 այն պատվիրակների ցանկում չէր, որոնք կողմ արտահայտվեցին։ Նույնը տեղի ունեցավ Գոլոդոմորը որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևի քվեարկությանը։ Հայաստանը դեմ արտահայտվեց։ Թևան Պողոսյանը նկատում է հայկական պատվիրակությունը ի տարբերություն Ուկրաինայի միշտ ազնիվ է եղել իր քայլերում։ Հայաստանը այնուամենայնիվ մինչև հիմա բոլոր այն բանաձևներին, որտեղ Ուկրաինային թվում է, թե Հայաստանը իրեն չի օժանդակում, բացատրություն տվել է, թե որն են եղել խնդիրները։ Իսկ Բորիս Տարեսյուկը նաև հայտարարեց, որ հայերը Ռուսաստանի քարոզչության ազդեցության ներքո ճիշտ չեն ընկալում այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում։ Ուկրաինայում կատարվող իրադարձությունները նա համեմատեց հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հետ։ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Հայաստանում այդպես չեն համարում։ Դա նույնն է, որ դուք տարիներով խոսում եք հայերի ցեղասպանության մասին եւ որևէ մեկը դա փորձում է ժխտել։ Եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ապա ինչպես կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը։
Նիստի ընթացքում իրականում ամենաուշագրավն էին երկու բանաձևերը, որտեղ մեր եւ ուկրաինացի պատվիրակությունները հակառակ ձևով են քվեարկել։ Առաջինը դատապարտում էր Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, որին դեմ են քվեարկել մեր մի շարք պատգամավորներ։ Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքերով դա զգայուն հարց է, մասնավորապես այն պատճառով, որ թե Ուկրաինայի արևելքում եւ թե արևմուտքում ապրում են հազարավոր հայեր։ Որպես պատասխան քայլ Ուկրաինան դեմ է արտահայտվել հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Եվրանեստի խորհրդանական վեհաժողովի բանաձևին։ Եթե Երևան գային նաև Ադրբեջանի պատվիրակները, ապա դեմերն ավելի շատ կլինեին։ Ընդհանրապես, թեև ցեղասպանության եւ Ղարաբաղյան թեման զգալի տեղ է զբաղեցրել նախագահ Սարգսյանի ելույթում, այդ խնդիրները Եվրանեստի այս նիստում կենտրոնական տեղ չէին զբաղեցնում։ Հավանաբար մեզ ուղված ամենակարևոր ուղերձը հղել էր Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Լուկ Դևինը։ Ըստ նրա, Եվրոպական գործընկերությունը նման է ընկերություն անելուն։ Դու այստեղ կարող ես ազատ առևտուր անել բազմաթիվ այլ գործընկերների հետ, օրինակ Հայաստանը Վրաստանի հետ։ Եվրասիական միությունը նման է ամուսնության, այստեղ քո վրա վերցրած պարտականությունները բազմաթիվ սահմանափակումներ են ենթադրում։ Ամեկ լուսի զրուցակիցն է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ Պարոն Խուրշուդյան, Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության Եվրախորհրդարանի պատգամավորները ասում էին, որ այստեղ Երևանում, որ Ռուսաստանը փաստորեն խոչընդոտում է 6 երկրների Արևելյան գործընկերության առևտրային մասի իրականացմանը։ Դա իսկապես այդպես է, դուք համաձայն եք նրանց պնդումների հետ։ Դա փաստ է։ Մենք տեսանք, որ հենց Ռուսաստանի ճնշումների արդյունքում հետաձգվեց 1 տարով արդեն ստորագրված եւ ավերացված Ուկրաինայի կողմից ավերացված համաձայնագիրը ասոցիացման եւ ուրեմն ազատ առևտրի համապարփակ պայմանագիրը 1 տարով հետաձգվեց։ Այսինքն դա ակնհայտ էր, որ Ռուսաստանի հենց ճնշման արդյունքն էր։ Հայաստանում եւս մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Հիմա որքանով է իրական եւ որքանով է ուռճացված այն դերակատարումը, որը վերագրվեց Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանին, գոնե կուլուարներում, հա, չգիտեմ, այսինքն կարող եմ ենթադրություններ անել, բայց փաստ է, որ որոշակի ազդեցություն եւս եղել է առնվազն հենց այդ ուղղությամբ չգնալու եւ չստորագրելու այդ պայմանագրերը։ Այլ հարց է, որ Մաքսային միությանը միավորելու Մաքսային միություն գնալու հարցը ես որքան գիտեմ Ռուսաստանի Պուտինի կողմից չի առաջադրված եղել։ Մոլդովայի հարցում էլ նույնն են ասում։ Այո, համատարած այդ արգելանքները եւ խոչընդոտները ստեղծում են Ռուսաստանի կողմից։ Տեսեք, Հայաստանի դիրությունը մի քիչ յուրօրինակ է նրանով, որ կա բավականին մեծ հատված ասոցիացիան համաձայնագրի եւ ազատ առևտրի համապարփակ պայմանագրի շրջանակներում, որը կարող է ստորագրվել հիմա էլ, ուրեմն որը չի հակասում Մաքսային միության դրույթներին, բայց նույնիսկ դա չի առաջ գնում կարծես թե, եւ ես կասկածում եմ, որ Ռիգայի համաժողովում, գագաթաժողովում, որ տեղի ունենալու մայիսին, Հայաստանը որևէ լուրջ առաջընթաց կգրանցի այդ մասը գոնե ստորագրելու առումով։ Իսկ դա շատ կարևոր է Հայաստանի համար։ Այսինքն քաղաքական պայմաններ չկան համատեղելու այդ երկու ուղղությունները։ Կարծես թե որևէ խոչընդոտ չկա։ Ռուսաստանը ասում էր եւ Ուկրաինայի դեպքում էլ ինչի մի տարով երկարաձգվեց, որ ասում է, որ բաներ կա, որ իրենց շահերին վնասում է, քանի որ մաքսային դրույքաչափերի փոփոխությունը կարող է բերել մեծ ներհոսքի դեպի Ռուսաստան եւ դժվարացնել ուրեմն հոսքը Ռուսաստանից ապրանքների, հա, արտահանումը։ Հայաստան դեպքում այդ խոչընդոտը չկա, որովհետեւ հենց այդ մասը արդեն մաքսայինի հետ կնքված է եւ այդ մասը ինքնին ոնց որ բացառվում է, որ նման հարցերի շուրջ, նույն մաքսային խնդիրների շուրջ խոսակցություն գնա, պայմանագրի կնքվի Եվրամիության հետ։ Բայց այն մասով, որը որևէ խոչընդոտ չկա, նույնիսկ դա է արգելակվում։ Եվ ես լուրջ կասկածներ ունեմ, որ արդեն ոչ այնքան Ռուսաստանի դերակատարումն է այստեղ, այլ ուղղակի տեղի օլիգարխիկ համակարգի դիմադրությունը, որ այդ անվան տակ ուղղակի չի ուզում բարեփոխել տնտեսական եւ քաղաքական համակարգը երկրում։ Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, երբ որ քվեարկություններ Ուկրաինայի բանաձևի հարցով, ասաց, որ նրանք չեն կարող կողմ քվեարկել այն պատճառով, որ Ուկրաինայի եւ արևելքում եւ արևմուտքում կան հայեր եւ այստեղ շատ նուրբ զգայուն խնդիր է։ Այսինքն իրենք պատրաստ են հարվածի տակ դնել այն հայերին, որոնք որ արևմուտքում են Ուկրաինայի ապրում, իօգուտ այն հայերի շահերի, որոնք արևելքում են, մի քիչ անհեթեթ է այդ մոտեցումը եւ ես կարծում եմ, որ դա որևէ կապ չունի։ Ուկրաինան բավականին քաղաքակիրթ երկիր է այդ առումով եւ մենք տեսանք նույնիսկ Հայաստանի այդ սխալ քվեարկությունների արդյունքում, որ Ղրիմի պահով ունեցավ, որևէ մի հայ չտուժեց Ուկրաինայում։ Եվ մենք դրա համար չէ, որ պետք է քվեարկենք կամ չքվեարկենք, այլ մեր շահերից ելնելով։ Կարող են գոնե չեզոք քվեարկել, այլ ոչ թե հերթական անգամ հլում հնազանդ Ռուսաստանի շահերը սպասարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Իմ զրուցակիցներ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ 2010 թվականի մարտի 18-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին ասել է, որ իր տվյալներով Թուրքիայում բնակվող 170,000 հայերից միայն 70,000-ն է Թուրքիայի քաղաքացի։ Այդ մարդկանցից շատերը Թուրքիայում ապրում են ավելի քան 10 տարի, եւ մենք այս հարցը չենք պատրաստվում հապճեպորեն լուծել, բայց եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, մենք ստիպված կլինենք վերագնահատել իրավիճակը եւ վտարելու ենք նրանց երկրից, ասել է Էրդողանը։ Էլ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 18-ին 24 տարվա ընթացքում, նյութեր A1+-ի պահոցից։ 98-ի մարտի 18-ին նախագահային ընտրությունների առաջին փուլի առիթով եվրոպացի 200 դիտորդները հիասթափված են, լուրջ խախտումներ են արձանագրվել։ Արձանագրվել է նավթի բաշխում տեխնացուներից մեկի շտաբում, քվեարկությանը մասնակցել են զինվորականները, բազմաթիվ խախտումներ թվարկելուց հետո դիտորդները նկատում են, որ դրանք չեն ազդել արդյունքների վրա։ 99-ի այսօրը հայ փաստաբանների մի խումբ ստեղծում է փաստաբանների նոր միություն, նրանք ուզում են անկախ լինել դատական եւ քննչական կորպուսից եւ այն միությունից, որն արդեն կա։ Ես հիշում եմ, մեզ ծեծի ենթարկեցին, մեր միությունը մեզ չպաշտպանեց։ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը դժգոհում է, որ մի քանի տարվա ընթացքում վերացան մարզի խաղողի այգիները, որոնց փոխարեն ցորեն է ցանվում։ Մի քանի տարի առաջ, որ գործարանները ընդունում են խաղող ժողովրդի վճարումներ չէին կատարում, դա ուրեմն քանդվեց խաղողի այգիները։ 2002-ի այսօրը Նայրիտ գործարանը Հայաստանի կառավարության տնօրինությունից անցնում է անգլիական Randstad ընկերությանը։ Վերջինս պարտավորվում է 1 ամսից վերագործարկել Նայրիտը, իսկ աշխատողներին տարիների ընթացքում կուտակած աշխատավարձի պարտքը մարել 3-4 ամիս հետո։ Աշխատողները ծափահարում են գործարանի նոր տնօրեն Անիլ Կապուրին, որն ասում է, որ Նայրիտը խելքի բերելու համար ինքը ծախսելու է $60 միլիոն։ 2003-ի այսօրը հայտնի է դառնում, որ մայիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվի Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։ Վերջինս իր քայլը պատճառաբանում է նրանով, որ հոգնել է իր պաշտոնից եւ իրեն ուզում է փորձել պետական աշխատանքի այլ ոլորտներում։ 2005-ի այսօրը Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնին է վերադարձնում Աղվան Հովսեփյանին, որին պաշտոնանկ էր արել 1999-ի հոկտեմբերի 27-ից 20 օր հետո։ Ես նրան ճանաչում եմ Լեռնային Ղարաբաղից 1981 թվականից, վերանշանակումն այսպես պատճառաբանեց Ռոբերտ Քոչարյանը։ 2011-ի մարտի 18-ին Հայ ազգային կոնգրեսի մի խումբ կողմնակիցներ դատախազությունից պահանջում են պատժել մարտի 1-ի մարդասպաններին եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ Միջև Սերժը չբերան, ես հույս չունեմ, որ Նիկոլին կազատեն, որտեղ վախենում են Նիկոլից։ Մի խումբ երիտասարդներ դժգոհում են Տիգրան Սարգսյանի կառավարությունից, որն ըստ նրանց աջակցում է Հայաստանի հայաթափմանը, ռուսական միգրացիոն կենտրոններ բացելով, որոնց ոչ պաշտոնական տվյալներով միայն Գյումրիից դիմել է Հայաստանի մոտ 1000 քաղաքացի։ Կոչ ենք անում այս կառավարությանը, եթե այդպիսի միգրացիոն կենտրոններ են բացվել, թող իրենք իսկ դիմեն այդ միգրացիոն կենտրոններին եւ գնան իրենց նշած տեղերը աշխատելու, քանի որ մենք նրանց կարիքը չունենք։ 2012-ի այսօրը հանրապետական հրապարակում է ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը։ Փոխարենը ԿՀ-ն հրաժարվում է պատգամավորության թեկնածու գրանցել ընդդիմադիր գործարար Խաչատուր Սուքիասյանին։ Ոստիկանությունը պատճառաբանում է, որ 2008-ի մարտի 1-ից հետո տևական ժամանակ գործարարը բնակվել է Հայաստանից դուրս։ Ամեն ինչ իհարկե փոխվում է աշխարհում եւ Հայաստանում, այդ թվում իշխանությունների վերաբերմունքը գործարարների նկատմամբ չի փոխվում միայն Պարույր Հայրիկյանը, որը հարցը շատ կտրուկ է դնում, կամ դու նրա հետ ես, կամ ընդհանրապես բանի պետք չես։ Համեստ մարդիկ միշտ բարձր են գնահատվում։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Ասել են մի ժամանակների, երբ ամեն հայ մարդ պիտի որոշի ում հետ է ինքը, Պարույր Հայրիկյանի եւ նրա գաղափարակիցների, թե մյուս կիսագրագետների, անիրազեկների, ծախվածների կամ լավագույն դեպքում ինչ-որ նախընտրությունների տրված միամիտների։ Ребята, а среди вас есть скромные дети? Есть, конечно.
Кто?